կատվի մասին։ Կատուն շատ էր սիրում խաղալ։ Բայց երբ ընկերները գալիս էին խաղալու, կատուն չէր սպասում իր հերթին։ Երբ նապաստակ ուզում էր գլորել գնդակը, կատուն առաջ էր վազում։ Երբ շունը ուզում էր դնել խորանարդը, կատուն գցում էր բոլորը։ Մի օր ընկերները տխուր նստեցին։ Մենք էլ չենք ուզում խաղալ, ասաց նապաստակը։ Դժվար է, երբ մեզ չեն լսում, ասաց շունը։ Հանկարծ հասկացավ, որ մենակ է մնացել։ Ոչ ոք չի ուզում իր հետ խաղալ։ Ու ինչ արեց նա։ Ինչ արեց կատուն ձեր կարծիքով, որպեսզի մենակ չմնա։ Երբ կատուն մոտեցավ իր ընկերներին, ասաց, ես ձեզ հետ կխաղամ, խաղի կանոնները կպահեմ, ընկերները նրան ժպտացին և համաձայնեցին։ Հիմա եկեք տեսնենք, իսկ մենք խաղի կանոնները պահել կարողանում ենք, թե ոչ։ Եսեք ինչ եմ բերել ձեզ համար։ Մեզանից պահանջվելու է մեծ աշտարակ կառուցել, բայց ինչպես պետք է կառուցենք։ Յուրաքանչյուրս մոտենանք, վերցնենք մեկ խորանարդ, ավելացնենք մեր ընկերոջ դրած խորանարդի վրա։ Մեկն ենք դնում խաղի կանոնները հիշում եք, դնում էինք ընդամենը մեկը, կեցեց, և մնաց Սամվելը բեր տեսնենք, ինչ դնենք, որ հաշտարակը կառուցվի, վերջինը քոնն է մնացել, մեկը դիր, արդեն կառուցվի, փորձենք, հելը տեսեք, Սամվելը փորձում է, հիմա բոլորս միասին, բոլորիս ծափը հարում ենք, մենք մեզ